International TV եթերում ամերիկյան երեկոյան լրահոսն է ձեզ հետ տեմականն է բարև ձեզ։ Ինչ է կատարվել հունվարի 14-ին ԱՄՆ-ում ամենակարևոր իրադարձություններին ծանոթանանք միասին։ Ալյասկայում անկորնժում այրվել է դպրոցականների ավտոբուսը։ Մինեսոտայում շարունակվում են ձերբակալությունները։ Ինչ է ասում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցի շուրջ։ ԱՄՆ-ի կոնգրեսը նոր շաթդաունի է պատրաստվում։ Գրենլանդիայի ներկայացուցիչները Սպիտակ տանը, ինչով են ավարտվել բանակցությունները, որ երկրներում է ԱՄՆ-ն պատրաստվում արգելել էմիգրացիոն վիզաները։ Նյու Յորքում արդեն երրորդ օրն է շարունակվում է բուժ ոլորտի ներկայացուցիչների ցույցերը։ Այս եւ այլ թեմաների ծանոթանանք միասին։ Անկորեժում վթարի է ենթարկվել եւ այրվել է դպրոցականների ավտոբուսը։ Ավտոբուսի մեջ է գտնվել 30 աշակերտ։ Բարեբախտաբար աշակերտները ուսուցիչների օգնությամբ շուտ դուրս են բերվել ավտոբուսից։ Տուժածներ չկան։ Ինչ կապված է Իրանի հարցի շուրջ, Դոնալդ Թրամփը դեռևս լռում է։ Տեղական ԶԼՄ-ները տարբեր վարկածներ են առաջադրում։ Ըստ նրանց Ամերիկայի բարեկամ պետությունները փորձում են Թրամփին համոզել, որպեսզի Իրանի վրա հարձակում չլինի։ Այսօր Գրենլանդիայի պատվիրակությունը Սպիտակ տանն էր։ 2 ժամ անց աշխատակիցները լքել են Սպիտակ տունը եւ հայտարարել, որ բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ դադարեցնում է էմիգրացիոն վիզայի կիրառումը։ Դրա մեջ չեն մտնում տուրիստական, աշխատանքային եւ ուսանողական վիզաները։ Թիրախավորվում են արդեն իսկ գրին քարտ շահածները եւ ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից հրավիրվածները։ Այս երկու տարբերակը չեղյալ է համարվում։ Wells Fargo բանկը չի հատել տարեկան զոնան, որի պատճառով մի շարք աշխատակիցներ կրճատվել են աշխատանքից։ Փոփոխություններ են տեղի ունեցել նաև ընդհանուր բանկային կառուցվածքում, որի մասին կարող եք ծանոթանալ իրենց պաշտոնական